Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Կուսակցություններն ու դաշինքները ուժերի գերլարումով առաջիկա 1 ամսվա ընթացքում կներկայանան ու կներկայացնեն իրենց լավագույն կողմերը։ Կցուցադրեն մկանները, թե որքան են հասցրել մարզել։ Այս ընթացքում շատ բան կտեսնենք։ Զարմանալի, անհավանական, երբեմն անհասկանալի, հիմնականում կանխատեսելի։ Բայց բոլոր ուժերի գլխավոր նպատակը մեկն է՝ հայտնվել խորհրդարանում հնարավորինս շատ մանդատներով։ Մանու Իրիցյանը անցել է կուսակցությունների ու դաշինքների շտաբերով պարզելու, թե ով ինչպես է պատրաստվում քաղաքական մրցավազքին։ Սա սկիզբն է, շուտով հանրապետության բոլոր համայնքներում, հրապարակներում ու փողոցներում կլսեք կոմունիստական կոչերը։ Հայրենիք, աշխատանք և սոցիալիզմ։ Նրանք այսօրվան երկար էին սպասել 2017-ի խորհրդարանական ընտրություններին պատրաստվել են 2012-ի պարտությունից հետո։ Հարց են տալիս, թե որտեղ է քաղաքական դաշտում չէիք երևում։ Չգիտեմ, որ իրենք գործ ունին հաստողողը կոմունիստական կուսակցության հետ, որը ունի ուրույն աշխատանքի ոճ։ Կարմիր քարոզարշավը կսկսվի հենց այս կարմիր սենյակից։ Խորհրդային Հայաստանի դրոշը, բայց փոլուֆաբրիկա է, մուրջու մանգաղն է լինելու։ Ինչ հանդիպման էլ գնանք, կարմիր շարֆը կլինի իրենց թալիսմանը, կոմունիստ ընկերներին սպասեք ամենագեղեցիկ տոնին։ Կանանց սպասվում են հատուկ սոցիալիստական անակնկալներ։ Մի 1000 վարտով մենք անձամբ իմ գլխավորությամբ Մարքսիզմն ու լենինիզմը 115 տարեկան կառույցի ծրագիրը Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրի հիմքն են։ Շուտով տպարանից դուրս կգա ժամանակակից խոստումներով նախընտրական ծրագիրը։ Յուրաքանչյուր հայկական ընտանիք այսօր բանկի ոնց որ ծառան լինի, ճիշտ է։ Մենք առաջարկում ենք, որ պետությունը ինչի համար է բերանը սրբել մի կողմ քաշվի։ Հարկավոր է պետության դերը տնտեսության մեջ ավելացնել։ Ելքի մուտքն արդեն պատրաստ է, դաշինքի կենտրոնական շտաբում աշխատանքը եռում է, կահավորումն էր, որ վերջացնեն, քարոզարշավին պատրաստ կլինեն։ Պետք է կահավորենք պարաններով, որովհետև թղթաբանությունը շատ է ու շատ է լինելու։ Շատ է ոչ միայն թղթաբանությունը, ընտրարշավի արտագնա հանդիպումները խժռելու են ժամանակի մեծ մասը, արդեն ընտրել են նաև քարոզարշավի մարտավարությունը։ Առաջ 2 շաբաթը տեղերում տաքացնելու են հանրությանը, հետո արդեն ավելի լայն համապետական քարոզչությունն է սկսվելու։ Մառախուղը կցրեն, արև են խոստանում, լուսավոր Հայաստան, լոգոն էլ է պարտադրում։ Մեր արևը եւ մեր լուսավորությունը ավելի շատ վերաբերելու են Հայաստանը բովանդակորեն լուսավորելու։ Շատ պայծառ նոր դեմքեր են տեսնելու, այսինքն դա էլ կլինի ջերմությունը, որ կբերենք։ Նոր դեմքերի հետ արդեն ծանոթներն էլ կլինեն, դաշինքի առաջին դեմքերը հետևում են աշխատանքի ընթացքին, գործը վստահել են երիտասարդներին, խոսքը կլինի իրենցը։ Ճանապարհային քարտեզն ու նույնիսկ նախընտրական տրանսպորտն արդեն ընտրել է նաև Ծառուկյան դաշինքը, ճանապարհ են դուրս եկել քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ։ Յուրաքանչյուր խմբի առանձին միկրոավտոբուս է հատկացված։ Ծառուկյան դաշինքի հայտնի 15 կետերն արդեն բուկլետներում են նախընտրական խոստումների տեսքով։ Արձակուրդ վերցնելուց, վերահսկիչ պալատի ղեկավարի պաշտոնից հրաժարվելուց ու նախընտրական պայքարում հայտնվելուց հետո Իշխան Զաքարյանն առաջին անգամ է խոսում։ Մենք դի հաղթենք այս ընտրություններում։ Ցույց է տալիս օրվա գրաֆիկը, շունչ քաշելու ժամանակ էլ չունի։ Գրաֆիկը նայեք եւ տեսնում եք։ Հենց այդպես վայրկյան առ վայրկյան էլ հաշված են նախընտրական հանդիպումները կլինեն, գրեթե ամենուր կխոսեն գլխավորի մասին։ Մենք առաջնահերթ 15 քայլեր անմիջապես կատարելու ենք։ Սա էլ հայկական վերածնունդի գլխավոր մարդաշատ շտաբն է։ Մալացիա Սեբաստիան։ Շենգավի աղջիկները Գեղարքունիքի մարզն է։ Դին Հասմիկը մեր արագացոտի մարզն է։ Կանայք հայկական վերածնունդում առաջնագծում ու նաև թիկունքում են։ Հենց այս սենյակներում է նախապատրաստվել ամեն ինչ, երբ ուր են գնալու, ում հետ ու ինչպես են հանդիպելու։ Մոտավորապես ամսական 8-ից 10,000 մենք նոր կուսակցականներ ունենք։ Խորհրդարանական ընտրություններին հենց այդպիսի մեծ թիմով էլ պատրաստվել են, քարոզարշավի գլխավոր ֆիգուրը սակայն կլինի կուսակցության ղեկավարը։ Դիրքորոշումները մեր կհայտնենք, դեռևս սև PR-ին ենք փորձում պատասխանել։ Օհանյան, Ռաֆի, Օսկանյան, Եռյակ դաշինքի քարոզչական նախապատրաստությունները վստահել են ամենամեծ ընտրական փորձ ունեցողին։ 2 խորհրդարանական, 2 նախագահական։ Այդքան էլ հեշտ չի սկզբունքային ինչ որ
կազմակերպչական հարցերը լուծել։ Մի քանի անգամ վերև ու ներքև մինի խորհրդակցություններն անընդմեջ են, անընդհատ կլինեն նաև նախընտրական հանդիպումները։ Ճանապարհային քարտեզն ամենաերևացող տեղում է, սկսում են Տավուշից։ Սպասեք մեր մոտեցումները հատկապես անվտանգության հարցերով, մեր մոտեցումները տնտեսական զարգացման առումով, մեր մոտեցումները արմատական բարեփոխումների առումով։ Առանց թղթապանակների, առանց թեկնածուների ու գրասենյակային դրես կոդի, ՀԱԿ ՀԺԿ դաշինքի նախընտրական շտաբն ավելի շատ ֆոտոստուդիա է հիշեցնում։ Սա հենց քարոզչական նպատակներով ստեղծված սենյակ է, ելելու է թե ֆոտոսեսիաների կենտրոն, թե վիդեոնկարանումների կենտրոն։ Համակարգիչների մոնիտորներին, գրատախտակին ու պաստառներին, այն է, ինչի մասին ՀԱԿ ՀԺԿ դաշինքը կխոսի քարոզարշավի ժամանակ։ Մենք փորձելու ենք ասել այն, ինչ որ բոլոր քաղաքական ուժերը վախենում են ասել։ Մենք փորձելու ենք հաղթահարել այդ վախերը։ Արցախը կլինի հանդիպումների գլխավոր թեման, կարգախոսը խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն։ Սա այս պահին ամենահանդարտ նախընտրական շտաբն է, ազատ դեմոկրատների փոխնախագահը ցույց է տալիս հենց նոր տպարանից դուրս եկած առաջին պաստառները։ Երբ որ քննարկում էր ինչ կարգախոս, մենք անդադ խոսում էինք, մենք ուզում ենք սա անել, մենք կարող ենք դա անել, երբ որ ստանում ենք լուծումը, ըստ այդմ էլ անդադ ասում ենք, այո, մենք կարող ենք եւ ստացվեց այս կարգախոսը, մենք կարող ենք։ Կուսակցությունը քարոզարշավին ցույց կտա, թե ինչ կարող են դառնալ միակ այլընտրանքը, միակ ընդդիմությունը, միակների սկզբունքով, սակայն չեն առաջնորդվի, բայց ցույց կտան, միակն են, որ կարող են առաջարկել եվրոպական կողմնորոշում։ Այսօր միայն ազատ դեմոկրատներ կուսակցությունն է, որ ասում է, որ մենք պետք է լինենք եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Բուկլետը բաղկացած է լինելու Հին ընկերները քարոզարշավին նույնպես պատրաստ են, այս ընտրություններին ցույց են տալու կուսակցության ոչ միայն ազգային, այլև սոցիալիստական գաղափարները։ առաջի պատրաստել ենք հաջորդ 5 տարիների համար Հայաստանի զարգացման մեր մոտեցումները, մեր նախընտրական ծրագիրը։ Նոր սկիզբ արդար Հայաստան կարգախոսով էլ դաշնակցությունը սկսում է իր քարոզարշավը։ 127 տարվա պատմությունը որպես փորձ, նորարար գաղափարները որպես հիմնական գործիք են օգտագործելու։ Որ մենք դարձել ենք իշխանության մի մասը եւ ոչնչով չենք տարբերվում իշխանության հիմնական կուսակցությունից, որ մենք որևէ ձևով հետամուտ չենք ժողովրդի առօրյա խնդիրների լուծմանը, բոլոր հարցերի պատասխանները տրվելու են։ Բոլոր 9 կուսակցություններն ու դաշինքները պատրաստ են մեկնարկին, սկսելու են հիմնականում սահմանամերձ Տավուշից, շրջելու են բոլոր համայնքներում ու հասնելու են Երևան։ Քվե ստանալու ակնկալիքով թեժ քարոզարշավի ճանապարհին ամենուր թողնելու են իրենց խոստումները, բուկլետներում գրավոր, հանդիպումներում բանավոր։ Մանուիրիցյան, Ալբերտ Գալստյան, Post Factum։